Գիրք Զաքարիա, գլուխ 1. Դարեհի 2-րդ տարվա 8-րդ ամսումը եղավ Տիրոջ խոսքը Ադովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին ասելով. «Բարկացած է Տերը ձեր հայրերի վրա բարկությունով, և նրանց ասիր. այսպես է ասում զորած Տերը. դեպի ինձ դարձեք, ասում է զորած Տերը, և ես էլ դեպի ձեզ կդառնամ, ասում է զորած Տերը. մի լինիք ձեր հայրերի նման, որոնց աղաղակում էին առաջի մարգարեները ասելով. այսպես է ասում զորած Տերը, թե ձեր չար ճանապարհներիցը և ձեր չար արարքներիցը մեկ ետ դարձեք, բայց նրանք չլսեցին և ինձ ական չդրին, ասում է Տերը. ձեր հայրերն ուր են, և մի՞թե հավիտյան պիտի ապրեին մարգարեքը, սակայն իմ խոսքերն ու պատվերները, որոնք ես պատվիրել էի իմ ծառաներին, մարգարեներին, չէ որ հասան ձեր հայրերին, սակայն նրանք ետ դառան և ասեցին. ինչպես որ զորած Տերը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին և մեր արարքներին համեմատ, այնպես է արել մեզ հետ»։ Դարեհի 2-րդ տարվա 11-րդ ամսվա, այսինքն Սեբատ ամսի 24-րդ օրը եղավ Տիրոջ խոսքը Ադովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին ասելով. «Տեսա գիշերը, և ահա մի մարդ հեծած մի աշխեհ ձիի վրա, և նա կանգնել էր ձորումը եղող մրտենիների մեջտեղը, և նրա ետևին կային աշխեթ, պիսակ ու սպիտակ ձիանք, և ասեցի. սրանք ի՞նչ են, Տեր իմ, և ասեց ինձ այն հրեշտակը, որ ինձ հետ խոսում էր, թե ես քեզ ցույց կտամ, թե սրանք ինչ են։ Եվ մրտենիների մեջտեղը կանգնող մարդը պատասխանեց և ասեց. սրանք նրանք են, որ Տերը ուղարկել է երկրումը ման գալու։ Եվ նրանք պատասխանեցին մրտենիների մեջտեղը կանգնող Տիրոջ հրեշտակին և ասեցին. ման եկանք երկրումը, և ահա բոլոր երկիրը նստած և հանգիստ է։ Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասեց. ով զորած Տեր, մինչև երբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա ահա 70 տարի է բարկացած ես։ Եվ Տերը պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին բարի խոսքերով, մխիթարական խոսքերով։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակը ասեց ինձ. կանչիր և ասիր. այսպես է ասում զորած Տերը. մեծ նախանձով ես նախանձել եմ Երուսաղեմի և Սիոնի համար, և ես բարկությունով բարկացել էի հանդարտ ազգերի վրա, որովհետև ես քիչ էի բարկացել, բայց նրանք օգնեցին չարության համար։ Սրա համար Տերը այսպես է ասում. ես ետ եմ դառնում Երուսաղեմին ողորմություններով, իմ տունը պետք է շինվի նրանում, ասում է զորած Տերը, և լար պիտի ձգվի Երուսաղեմի վրա։ Էլի կանչիր ասելով. այսպես է ասում զորած Տերը. դեռ պիտի հորդեն իմ քաղաքները բարիքներով, և Տերը պիտի դեռ մխիթարե Սիոնին, և դեռ պիտի ընտրե Երուսաղեմին։ Եվ աչքերս բարձրացրի ու նայեցի, և ահա 4 եղջյուր, և ասեցի ինձ հետ խոսող հրեշտակին. սրանք ի՞նչ են։ Եվ նա ասեց ինձ. սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրվեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին։ Եվ Տերն ինձ 4 արվեստավոր ցույց տվավ, և ես ասեցի. սրանք գալիս են, որ ինչ անեն։ Եվ նա ասեց. սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրվեցին Հուդային, այնպես որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որ վայր գցեն Հուդայի երկրի դեմ, նրան ցրվելու համար, եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները։